թրիչքի համար սիրտի մոգնած բայց կրկին համար պարզ երկնքից ինձ եմ բաժանում այս երկրային շղթաները մեղք ու հատուցում ջահը ձեռքիս մակողքիս ես ընկնում եմ կապանքներից խոր վերքերից կործանվում եմ որոգայթից վախցել հրկել երջանկությունը իմ բախրուն ու գտնել ուղին իմ դեպի տուն ու գտնել ուղին իմ դեպի տուն Մագնան պարկեմ, հեսա գալու են սիստեմա միասը։ Ոչ մեկը տեղից չշարժվեք։ Ես ինչ ես անում, Գևորիկ, հո դու չես գժվել արա։ Ուզուս մնա կարա ձերդ կտրի։ Ձեզ ասում եմ նստենք։ Ես ով ա կարո։ Ցոգոլի տաղենա։ Ես ցելի դոզի տակ ես սարա։ Չէ, դոզի տակ չեմ մալխաս։ Ես էլ նարկոտիկ չեմ անում։ Այդ ինչ որ հավատս չի գալի։ Քո հավատալ չհավատալը իմ համար ոչ մի արժեք չունի մալխաս։ Ու ինձ հիմա դա ամենաքիչն է հետաքրքրում։ Ինչի ես տեղ եկել, Գևորգ, հերը տա ուղարկել։ Չէ, հերես չի ուղարկել։ Նստեք սաղըտ։ Լսի արա, այ լակո։ Մալխաս Միքայել էլ առաջ եկար կգնդակ արեն։ Լավ։ Եկեք նստենք, տենանք ինչ ա ուզում ես ջահելը մեզանից։ Ես ինչ ա կատարվում ես ջահելների գլխում արա։ Ընդեղ են գերասի տեղ ես տեղեսի։ Արա ու դուք կերտեր չեք տրծրել արա։ Գևորիկ, դու գոնե հասկանում ես ինչ ես անում արա։ Քեզ թվում է որ այդ ձենքը ձեռդ եկար մտած, աշներն ես վախացի դրանով հարցերը կփակվեն կգնան արա։ Ես չեմ եկել ձեր աշկը վախացնեմ։ Ես եկել եմ Միրոյից ինձ հուզող հարցերի պատասխանները ստանամ։ Ու ինչ հարց ա քեզ հետաքրքրում։ Դու ես հրամայել որ սպանեն Ատոմին։ Չէ։ Սուտ ես ասում Միրո։ Քեզանից բացի ուրիշ ոչ մեկին ձեռնդ ու չէր Ատոմի սպանությունը։ Խուլ ես այդ տղա։ Չլսեցիր թե ինչ ասեց այս մարդ։ Լսեցի Կարո։ Բայց իր պատասխանը ինձ չի բավարարում։ Թող փախիս տես Գևորիկ։ Քանի տեղից ես չեմ ել ու քեզ սատկացրել։ Դու արդեն ներվերից վրա ազդում ես, Սարա։ Դե մի հատ փորձի մախաս։ Փորձի տեղում կգնդակ արեն։ Արի դու տանի ասում այլ լակոտ։ Հանգիստ մալխաս, չես տնում դոզի տակ ապուշը։ Հա, դոզի տակ եմ։ Ուրիշ դրանից։ Գևորգ, հերդ որ իմացավ, կսատկացնի քեզ։ Դու սուս մնա Կարո։ Քեզ ոչ ոք ոչ մի բան չի հարցնում։ Արա լեզուդ չափավոր է այդ տղա։ Թե չեմ նայի որ Վարդանի տղեն ես, հա։ Ուրեմն մի հատ ձենդ կտրի, Կարո։ Ում հետ ես գլուխ դրել։ Չես տնում ես ոչ մի բան հիմա չի հասկանում։ Ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ, Միրո։ Լավ, քո ասածն է։ Ես լսեցի քո խոսքը, հիմա էլ դու իմ խոսքը լսի։ Ես Ատոմի սպանության հետ ոչ մի կապ չունեմ։ Ոչ ես, ոչ էլ իմ կողքի մարդիկ։ Ես քեզ տղավարի խոսք եմ ասում։ Լսի Միրո, ու սաղըտ լսեք։ Իմ հերը ուզում է դուրս գա ձեր միջավայրից։ Ուզում է նորմալ կյանքով ապրի։ Ուզում է ընտանիք վերադառնա։ Բայց դուք նրան չեք թողում։ Ու Ատոմին սպանել եք, որ նրան ներքաշեք ձեր կեղտոտ խաղերի մեջ։ Դու սխալ հասցեով ես եկել, Գևորիկ։ Մենք քո հոր հետ պարտք ու պահանջ չունենք։ Ես ուզում եմ ձեզ բոլորիդ նախազգուշացնեմ,
որ եթե որևիցե մեկը կփորձի ձեռք բարձրացնել իմ ընտանիքի վրա, ես նրան գետի տակից էլ լինի կգտնեմ ու կսպանեմ։ Ես չկատարում, արաստե։ Եղավ, Գևորգ, մենք ես հասկացանք, հիմի դու գնա, ես հետո հորդ կզանգեմ ու կխոսամ հետը։ Էդ լավ է, որ հասկացաք Կարո, բայց ես տեղից չեմ գնա այնքան ժամանակ, մինչև ինձ դուք չասեք, թե ով ասպան է Ատոմին։ Դե! Միրո դեղեր ընդունելու ժամանակն է։ Հանգստացի, Գևորգ, բժիշկ սա։ Հիմա ինչ պետք է անես, Գևորգ։ Գևորգ, մի քիչ ամփերի ես բժշկի հետ խոսամ, ուղարկեմ, որ հետո գա։ Հիմա միակ ձևը հետ է նրան հետ ուղարկելու։ Լավ Կարո, բայց հանկարծ նշան չտաս։ Անգար, Գևորգ։ Այս դուռը ինչի եք փակել։ Բժիշկ ջան, Միրոն մի քիչ առաջ քնեց ու խնդրեց, որ իրեն չանհանգստացնի։ Դե գիտես էլ այնքան մարդ ա գնում գալի, որ մեր մարդուն չեն թողում հանգստանա։ Հիմա ինչ Միրոն քնած է։ Հա։ Լավ, թող քնի, բայց մի կես ժամից հետո կարթնացնեք, որովհետև դեղերն ընդունելու ժամանակն է։ Ոնց ասես, բժիշկ ջան։ Դուք դուռը մի փակեք։ Ես բուժքույրերին կասեմ, որ Միրոյի մոտ մարդ չթողնեն։ Եղա։ Հիմա ինչ կասես։ Հանգստացի։ Գնանք սպանես Սարա։ Վեկա Սարա։ Վեկա։ Ես էր ուզում արա, այլ լատու է։ Մալխաս, դրան մատով չկպնեք, շունգել Վարդանի տղենա, դրան կցեք բաղնիկ թոմնա, հետո զանգի հորը թողգամ այդ բացատրի, թե ես ամեն ինչա նշանակում։ Կարո, զանգի ցոգոլին թող գա, անգի առաջ արա։ Այլուք նսիշտը միշև հետ գա։ Ազմիկ, ոնց ես վարը։ Նորմալ։ Նորություններ կան։ Սկսեմ ինտերմեդիկալ տրեյթինգից։ Ես գնացի այցի հետո։ Ոնց որ թե այցելությունը նորմալ է անցել։ Իմ գնալուց հետո սա զանգում է Միրոյին ու սպառնում, որ եթե նա հանգիստ չթողնի իրանց, ձայնագրությունը կհայտնվի ոստիկանություն։ Միրոն գոհակ ու կատարած աշխատանքից։ Հա։ Քիչ առաջ հանդիպել եմ իրան հիվանդանոցում։ Իձեն ինձ ասեց, որ հələ որ դրանց հանգիստ թողնեմ, ինչեւ որ ինչ-որ գործեր ունի, դրանք ավարտին հասցնի։ Բարձա։ Պատրաստում են այսօր երեկոյան հանդիպմանը։ Իսկ դու ճշտել ես, որտեղ է տեղի ունենալու հանդիպումը։ Դեռ չէ։ Բայց Թաթուլի հիմա զբաղվում է դրանով։ Ու ես համոզված եմ, իրան կհաջողվի ինչ-որ բան բարձել։ Այդ Թաթուլից զգուշ մնա։ Ապուշի մեկն է։ Կարող է Միրոյին ասի, որ դու սկսել ես նրան չափից շատ հարցեր տալ։ Թաթուլը հիմա իմ ձեռքերի մեջ է Ռազմիկ։ Ու կանի են, ինչ-որ ես իրան կասեմ։ Ես լավ գիտեմ, թե ոնց օգտագործեմ դրա նմաններին, որոնք իրանց գնահատված չեն զգում։ Բացի Միրոյից, նրա ճամբարից ուրիշ մեկի հետ հանդիպել ես այս ընթացքում։ Մենակ Մալխասի։ Ու դու ճիշտ էիր, ինձ շատ դժվար կլինի նրա մոտ վստահություն ձեռք բերել։
Այսօր բանը հասավ նրան, որ ես ստիպված դիմեցի զենքի օգնությանը, որ սա ինձանից հեռու մնա։ Այդպես էլ պետք է լիներ։ Դու ուզում ես այս կարճ ժամանակահատվածում հասնես նրան, ինչի նորերի, ամիսների, աշխատանքի շնորհիվ են հասնում։ Ուրիշ ելք չկա, Ռազմիկ։ Իմ վերլուծություններից ես եկա այն եզրակացության, որ այդ հանդիպումը առանց միջադեպի չի անցնի։ Կարծես թե երկու կողմերն էլ իրանց առաջ նպատակ են դրել, որ այս գիշեր լուծեն բոլոր խնդիրները։ Այդ մտավախությունը ես էլ ունեմ։ Ես ինչի համար էի ուզում խոսել։ Շատ հնարավոր է, որ ես միայն վերջի վայրկյանին հստակ ինֆորմացիա իմանամ հանդիպման վայրի մասին։ Ու ես ուզում եմ, որ դուք ամեն վայրկյան պատրաստ լինեք, որպեսզի իմ անզանգից հետո դուրս գաք անմիջապես։ Պատրաստ կլինեք։ Անհոգեղից։ Ես նույնպես պլանավորել եմ ներկա գտնվելու այդ հանդիպմանը։ Հələ որ չգիտեմ ոնց, բայց դա անհրաժեշտ է։ Ու եթե ամեն ինչ ընթանա ըստ մեր պլանի, ուզում եմ, որ ինձ էլ ձերբակալեք նրանց հետ միասին։ Դա իմ վրայից կցրի բոլոր կասկածները։ Ես քեզ հասկացա, Վարժան։ Այս էլ ողջ ասելիքս։ Հիմա ես պետք է գնամ, Թաթուլի հետ կես ժամից պետք է հանդիպեմ։ Սպասի, Վարժան։ Այսօր գնդապետն է մահացել։ Ավանեսյանը։ Ինչ։ Սիրտը չի դիմացել։ Հանկարծամահ է եղել։ Երբ է դա պատահել։ Այսօր։ Ես գիտեմ, որ դուք վաղուց եք իրար ճանաչում, ու դուք ուզես անպայման ներկա գտնվես ուղարկավորությանը, բայց ինքդ ես հասկանում, չի կարելի։ Եթե մենք այս օպերացիան հասցնենք իր ավարտին, դա ամենալավ հարգանքի տուրքը կլինի նրա հիշատակին։ Ուզում եմ մի բան էլ իմանաս, Վարժան։ Գեներալը արդեն տեղյակ է այս օպերացիայի մասին։ Նա վաղուց գիտեր։ Լևոնը ամեն ինչ զեկուցել էր նրան։ Իսկ ես նոր եմ իմացել։ Լավ։ Ես գնամ։ Ինֆորմացիա որ եղավ, ես քեզ տեղեկ կպահեմ։ Հաջողություն քեզ, Վարժան։ Կանայք ջան, ես այսօր ձեզ պետք եմ։ Չէ, ես այդտեղ չեմ գնալու, դու ազատ ես Զահար ջան, հաջողություն։ Դավիթ, ոնց եմ կարող քեզ։ Չես պատկերացնի ինչքան դժվար է ինձ առանց քեզ։
Ծրտում ճորը դու չի խփեմ էր եղել ոնց կմենա, հասկացար։ Ծրտում ճորը զորշի։ Ես կատակ չեմ անում խփեմ տեղում կմենաս, էլավ։ Հնի ձերս քաշում եմ։ Ով ես, կեզ ինչ ապետք, փող, ոսկեղեն։ Չէ, Բա ինչ, ինձ պետք է, որ դու ուշադիր ինձ լսես։ Մինչև հիմա դու քո օրթախը, Արմենը, մեր հետ տունտունիկ էիք խաղում, բայց սրանից հետո լրիվ ուրիշ ձև առնելու։ Հասկանում ես ինչի մասին եմ ասում։ չէ։ Ողջույն շուտով ես դրելիս չեմ ջոգում։ Խոսքը Դավիթի բաժնետոմսերի մասին է, որ պտի մեզ տակ, հաղթեր իմ աղջի։ Կեզ Միրոն աստեղ ուղարկել։ Ինձ ոչ ոք չի կարա ստեղ ուղարկի։ Ու Միրոն ես ամեն ինչից կուրսի չի։ Էդ իմ անձնական նախաձեռնությունն է, որ քեզ ու կռուտոյետ ընկերոջդ հասկացնեմ, որ ես ամեն ինչը շատ լուրջ է։ Հասկացար։ Դե որ հասկացար, հիմա ուշադիր ինձ լսի։ Ու ականջիդ օղար է ինչ կասեմ։ Եթե ուզում ես լակոտդ գործ չմնա, հենց որ քեզ զանգեն ու առաջարկեն ակցիաները առնեն, Արմենին էլ չլսես։ Տեղում այդ բանական է, սուս ու փուս։ Ու Միրոյին բանտ նստացնելով էլ, չմտածեք, որ սաղ պրոբլեմներից ազատվում եք։ Ես անձամբ չեմ պատրաստում ոչ մի տեղ եթամ։ Ու ես քեզ հետևելու եմ։ Եղավ։ Հասկացա էլ մի շարունակի։ Ամեն ինչ շատ պարզ է, Անահիտ։ Դու ակցիաները մեզ ես տալիս ու քո երեխու հետ հառոք-փառոք ապրում եք։ Իսկ եթե չէ, դու քո կաշվի վրա կզգաս այդ ամեն ինչը։ Արմենը կարող է իր գլուխը բրծեցնի, բայց դու հաստատ չէ։ Եղավ։ Հետ լավ է, որ հասկացար։ Ես ինձ քեզնից հիշատակ, որ չմոռանամ քեզ։ Ես էլ կվերցնեմ հետս, որ դու էլ ինձ չմոռանաս։ Կարո, ես չգիտեի, որ այդ ապուշը կնգանից այդքան վախում է։ Վախենալը որն է, Միրո ջան։ Հենց որ իրար այդ տղերքով միտեղ ռեստորանում կամ ուրիշ տեղ են կրնում, հենց հեռախոսի զանգը տալիս, ասա գույնը գցում է հեռախոսով վերականում ու դուրս ակալ։ Որ անգամ կնիկը չլսի էլի, որ մեր է։ Էդ ինչ տիպ է։ Ես ինչ չարացավ։ Միրոն ասաց, որ դու մենակ մտնես։ Ուշոց թե սպասի։ Եղավ շեֆ ջան։ Վայ Կարո։ Գուրա տղես։ Հելանա, հերետ եկելա։ Ով ատախոս է սորակեց է։ Ես Վարդան։ Հանգստացի մի հատ Վարդան, հիվանդանոցում ես գտնվում։ Դու դուրս ես սպասի, Գևորգ։ Ձերս թող մանխաս։ Գևորգ դուրս ես սպասի, գնա դուրս ես սպասի։ Հետո Վարդան։
Ինչ հետո մալխաս։ Եկյա մարդիկ եք երեխուն կծել եք կացուտակ ծեծում եք, լավ իմանալով թե հետում տղեն ա։ Մենք շատ լավ գիտենք, որ այդ քո տղեն ա Վարդան։ Բայց դու էլ իմացի, որ տղեդ զենքը ձեռը մտել ա, որ իբր ինձ խփի։ Ինչ զենք։ Ես։ Ճանաչում ես։ Հա, ես իմ զենքն ա։ Հա, դե որ քո զենքն ա Վարդան, նստի խոսանք։ Նստի Վարդան, նստի։ Ու դու հիմա ոնց կբացատրես քո այս տղու արարքը։ Մտելա, զենքը պահելա վրեկներս ու ինձանից ուզում է իմանա, թե ով է ատոմին խփել։ Որ ուզում ա դու էլ ասա, Միրո։ Էսի զրույցներ ես տանում Վարդան։ Բան ունես ասելու ներկայացրու։ Որ ներկայացնելու բան որ ունենայի, Միրո դու մի կենթանի չէի լինի։ Ձեր դու քեզ մի հատ Վարդան, իմացի ում հետ ես խոսում։ Ես շատ լավ գիտեմ թե ում հետ եմ խոսում։ Պրոստը դու ես մոռացել թե ես ով եմ։ Տորմուստուլը Վարդան, դու ունես վրոցի բիթի մարդ ես, բայց սխալ թեմաներ ես հիմա շոշափում։ Մալխաս, ճիշտն ու սխալը դու պտի ինձի բացատրես։ Չէ, ցանկություն է չունեմ քեզ բացատրելու։ Հիմա ես լուրջ թեմա է, ու դու առանց ասնավանի Միրոյին պրեդավկա ես անում։ Ես ոչ մեկին պրեդավկա չեմ անում։ Բա որ չես անում։ Ինչի ես գրուզի տանում։ Եկել ես տեղ, փոխանակ ներողություն խնդրես տղուտ արարքների համար, մեծ շնորհակալություն հայտնես, որ մեծահոգաբար ենք վարվել, թքում ես սերեսներից։ Կարո, հիշում ես, որ Միրոնց թե չէր։ Սաղորը ֆրֆռում է իր հետևիցս, ասում իրար հետ բիզնես անենք, որ տղեկը աբիժատ չանեն։ Հմի տղուս ես ծեծում, Կարո։ Լսի Վարդան, մենք սաղս էլ հասկանում ենք, թե դու հիմա ինչ վիճակում ես։ Դու հարազատ մարդ ես կորցրել։ Էդ լուրջ հարվածա քեզ։ Բայց որ վշտից գլուխդ կորցրել ես, այդ ավելի շատ քեզ վնաս ա, քան օգուտ։ Ախ որպես Միրո, դու իմ գլխի տակ փափուկ բարձ մի դիր։ Ճիշտ է ես իմ մոտիկին եմ կորցրել, բայց ես հիմա սառը գլխով եմ դատում ու կարամ քեզ ասեմ, որ ատոմի սպանության զակաս տվողները քո կողքի կանգնած մարդիկ են կամ դու անձամբ ես։ Այդտեղ ուրիշ տարբերակ չի կարալի։ Բայց ինչին հետ պետք ատոմի մա, Վարդան։ Հա ես լսել եմ, որ իբր տենց եմ արել, որ Վարդանին ու Զավենին իրար դեմ հանեմ։ Բայց տենց սուտ լուրեր տարածողները սխալվել են, որտեղ դու փոխանակ Զավենից սպրոս անես, եկել ես իմ մոտ։ Ես Զավենի հետ հլը չեմ վերջացրել։ Այսինքն կարամ ասեմ, սկի չեմ էլ սկսել։ Բայց ես քեզ հաստատ կասեմ, որ Զավենը այդ սպանության հետ ոչ մի կապ չունի, որովհետև այդ սպանությունը իրան ձեռ չէր տալի։ Մեզ էլ ձեռ չի տալի։ Լսի Կարո, ճիշտ է դու քեզ համարում ես Միրոյի հարազատներից մեկը, բայց լավ իմացի, որ դու այդ ամենի 10%-ն էլ չգիտես ինչ որ ծրագրել է Միրոն, ուրեմն սուս մնա ու տեղը նստի։ Հետո տենց չի, Վարդան։ Ժամանակները փոխվել են։ Կարոն իմ համար նույնն է։ Ու հələ մի բան էլ ավել քան մնացածները։ Միրո այդ դու ինձ մի ասա, այդ իրան ասա, որ հավատա։ Ոսի ես չեմ հասկանում, գլխիդ պրոբլեմներ ես հավաքում։ Ինչ է ուզած այդ աղբեր։ Ես կասեմ ինչ է ուզածս։ Այն ինչ որ իմ տղեն էր ուզում։ Եթե դուք ինձ ատոմի զակաս տվողների անունը չասեք, մոտ ապագայում ես ձեզ բոլորիդ եմ համարելու իմ թիրախը ու թողնի են ինչ որ լինելու է։ Լսի Վարդան, դու հիմա հենց մարդկանց շրջապատում ես գտնվում, ում համար այդ քո սպառնալիքները մեծ հաշվով ոչ մի բան չի նշանակում։ Հա, դու կարաս դուխով բոլորից դեմ դուրս գաս մի անգամից։ Բայց չեմ կարծում, որ դու այնքան անհեռատես ես, որ չմտածես հետևանքների մասին։ Պետք չի ինձ ասել են ինչը ես ձեզանից ավելի լավ գիտեմ։ Անես տպավորությունա, որ սոնց մենք ստեղ սաղս ջուր ենք ծեծում։ Անլուրջ խոսակցությունա չեմ հասկանում։ Վարդան, ես քեզ էլի եմ կրկնում, ես ատոմի սպանության հետ ոչ մի կապ չունեմ, ոչ ուղակի, ոչ անուղակի։ Բայց եթե դու էլի ինձ համարում ես դրանում մեղավոր, ուրեմն խոսքերդ հիմնավորի։ Այդ ժամանակը հեռու չի։
Հավատա ինձ, Միրո։ Ես մենակ ուրախ կլնեմ, որ դուք ատոմի զակաշիկներին գտնեք, այլ ոչ թե պրոստը տակ, քո հանգստության համար մեկին ընդեղ վերացնես, ոնց որ նախկինում էր եղել։ Էն ինչ որ անցյալում էր, Միրո, մնացել անդ է, գոնե իմ համար։ Իսկ իմ ապագայում դու ու քո նմանները տեղ չունեք։ Հարտարեք, պատրաստ եք։ Պատրաստ ենք, ովո ջան։ Բայց Տիկոնը Քուրը զանգեց դեպք էր պատահի, Տիկոն շտաբ գնաց։ ուրեմն գնացինք։ Հողը մի րոպե սպասի։ Հողը շատ տարօրինակ բաներ են կատարում այդ ռեստորանում, որտեղ պետք է կայանա հանդիպումը։ Իսկ ավելի կոնկրետ